Ավարտվեց Երևանում անցկացված հանրային ոլորտի նորարարությունների երրորդ համաժողովը։ 2 օրվա ընթացքում քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած ամենահրատապ վերափոխումների հարցեր, սկսած տեսլականի վրա հիմնված կառավարման եւ դրա իրականացման գործընթացներից, մինչեւ կառավարությունում արհեստական բանականության կիրառումը, տաղանդների զարգացումը, ենթակառուցվածքների բարելավումը։ Այսօր եւս մի շարք պանելային քննարկումներ են անցկացվել։ Օրինակ, ինչպես ենք մենք հոգ տանում Հայաստանում կրթություն, արժանապատվություն, սոցիալական աջակցություն փախստականների համար եւ ժողովրդավարության ապագան։ Ելույթ են ունեցել Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, նախարարներ Ժաննա Անդրեասյանն ու Արսեն Թորոսյանը։ Ռադար Արմենիայի հետ զրույցում կառավարման եւ քաղաքականությունների մշակման նորարարության ծրագրի ղեկավար Նաիրի Շորջեյանը նշեց, որ համաժողովը ունեցել է դրական արդյունքներ, եղել են նաեւ անսպասելի զարգացումներ։ Մեր համար շատ կարևոր է եղել խոսակցությունների մակարդակը եւ պանելային քննարկումներում եւ ֆիշբոլերում նկատվում էր չափազանց անմիջական, բաց, անկեղծ քննարկումներ ու կարծում եմ այդ պատճառով էլ 3 մինչև օրվա վերջ մարդիկ շարունակում էին լսել մինչև վերջ, չնայած որ գիտենք օրվա վերջին սովորաբար մարդիկ լքում են դահլիճները եւ այսօր երկրորդ օրը ունենք բավական մեծ քանակով մարդկանց մասնակցություն, ովքեր դահլիճների ներսում են։ Ըստ Շորջեյանի քննարկվել են նաև ցախողումները, դրանց պատճառները։ Մեր համաժողովը դարձավ այն հարթակը, որտեղ մարդիկ կարողացան խոսել եւ ցախողումների մասին, եւ հաջողությունների մասին, եւ այսօր երկրորդ օրն է, որ շարունակվում են նույն դրամատրությամբ նույն խոսակցությունները։ Շորջեյանի խոսքով մասնակիցների հոսքը այս օրերի ընթացքում չի պակասել, սակայն առաջին օրվա համաժողովի համեմատ երկրորդ օրը նվազել է ղեկավարների ներգրավվածությունը։ Մենք նույնիսկ նախատեսել էինք դահլիճը կեսով բացել այսօր, բայց ստիպված ենք եղել ամբողջությամբ բացենք, որովհետև հոսքը ակնկալվածից ավել մեծ է եղել։ Ռադար Արմենիայի հետ զրույցում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համակարգող Տիգրան Պետրոսյանը նշեց, որ համաժողովը այս ընթացքում մասշտաբներով եւ խնդրակազմով ամենամեծն է եղել եւ իրենք հետեւողականորեն անդրադառնում են կարեւոր խնդիրների։ Հաշվի առնելով այսօրվա աշխարհի մակարդակով, ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի մակարդակով մարտահրավերների խորությունը եւ դրանց պարտացումը, առանց այս տեսակ քննարկումների, առանց նորարարական լուծումների ժամանակակից հանրային կառավարումը եւ իր էֆեկտիվությունը արդեն շատ դժվար է պատկերացնել։ Համակարգողի խոսքով փոփոխություններ լինելու են եւ ըստ էության, որքան շուտ ընդունենք փոփոխությունները, այնքան ավելի շուտ կունենանք հնարավորություններ այն օգտագործելու։ Լաուրա Հարությունյան, Ալվարդ Բաղդասարյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։